ադրբեջանական պատմազեղծարարությունը ներկայացնում է իբրև թե Շուշիի բերդը այն տեսքը, որ մասամբ պահպանվել է մինչև իր օրերը, ստացել է միայն 1750-ականների վերջին կառուցման արդյունքում։ Իրականում այդ ժամանակ նոր բերդ չի կառուցվել, այլ վերակառուցվել է նախորդ բերդի ամբողջ ենթակառուցվածքը և դրա համար այն տարրերը, որ իրենք բնորոշում են որպես իսլամական ճարտարապետության տարրեր, ավելի շատ բնորոշ են այդ ժամանակաշրջանին և միայն մասամբ կարելի է անվանել այդպիսին, ինչպիսին իրենք որակում են որպես իսլամական տարր։ Հիմա մենք չենք կարող չնկատել, որ անգամ նման պայմաններում հայերը անգամ նոր փաստորեն վարչական իրավիճակում շարունակում են կարևորագույն դեր ունենալ քաղաքի ենթակառուցվածքներում։ Այստեղ թաղային բաժանումը հայերի և մուսուլմանների միջև ժամանակի հետ դառնում է ակնհայտ և այս պայմաններում օրինակ առանձնացվում է ագուլեցիների թաղ առանձին, Ագուլիսից այստեղ վերաբնակված հայերի, մեղրեցիների, խազանչիների և այսպես շարունակ։ Նույնիսկ ամեն թաղ ուներ իր եկեղեցին և ստացվում է, որ հենց հայերի վրա էր հիմնվում քաղաքային տնտեսությունը, որովհետև յուրաքանչյուր թաղամասում հայերը հատկապես արհեստագործական որոշակի գործառույթ էին իրենց վրա վերցնում և շարունակում էին տանել ամբողջ քաղաքային միջավայրի կայացման գործընթացը իրենց ուսերին։ Նախագծի գլխավոր գործընկերն է Կոնվերս բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։